Ողջույն սիրելի ընկերներ, դուք իմ YouTube-յան ալիքում եք եւ սա մեր վերանորոգման ընթացքի 3-րդ վիդեոն է լինելու։ Մի խոսքով այս սերիալը շարունակվում է, մինչեւ սկսել է ձեզ կխնդրեմ բաժանորդագրվեք էջին, լայքեք եւ օգնեք, որ այս վիդեոն շատերին հասնի, որովհետեւ ես այստեղ պատրաստվում եմ շատ օգտակար ինֆորմացիայով կիսվել բոլոր նրանց համար, ովքեր վերանորոգման ընթացքի մեջ են կամ պատրաստվում են շուտով այս տանջանքի մեջ հայտնվել։ Եթե դուք դիտել եք այս սերիալի երկրորդ մասը, պատկերացնում եք, թե ինչքան բան է հիմա փոխվել այս ընթացքում, մոտավորապես 2-3 շաբաթվա մասին է խոսքը, բայց ես հիմա ավելի մանրամասն ձեզ ցույց կտամ, թե ինչն է գնացել առաջ, ինչ տեսք ուներ այն ժամանակ ու ինչ տեսք ունի հիմա, այն որ մտնում ենք տուն ու արդեն չենք ճանաչում այն նախնական վիճակը, բացարձակ այլևս չկա, ոնց որ լրիվ ուրիշ տուն լինի։ Ընթացքում այս ձայնը լսելու եք եւ դա նորմալ է, որովհետեւ վերանորոգման ընթացքում սա դառնալու է ձեր ամեն օրվա ուղեկիցը եւ ինչ որ ընթացք նույնիսկ հաճույք եք ստանալու այս ձայնից, որովհետեւ այդ գիտակցումը, որ սա ձեր տունն է եւ դուք այս ձայնով նաեւ ձեր տունն եք կառուցում, այնպես որ չենք լարվում սրանից, վստահեցնում եմ, որոշ ժամանակ հետո դուք սիրելու եք այս ձայնը, գնացինք առաջ։ Տարածքում անverջ եւ անսպառ հավաքում շինարարական աղբ եւ դա նորմալ է, մի քանի օրը մեկ գալիս են եւ այդ աղբը տանում են, իդեպ դա էլ հաշվի առեք որպես ծախս, որովհետեւ այնպես չի որ դա քիչ է կազմում, վերջն արդյունքում հաշվելու է, օրինակ մենք մի ամսից ավելի է ինչ սկսել ենք այս ընթացքում մոտ 4 անգամ արդեն աղբի տեղափոխում է եղել ու երևի ամբողջը միասին որ հաշվենք մոտ 500,000-ի արդեն միայն տեղափոխումն է եղել աղբի, ընդ որում սա դեռ վերջը չի, դեռ մի քանի փուլով էլ շարունակվելու է դա, այնպես որ պատկերացրեք միայն որ շինարարական աղբի տեղափոխման համար այդքան գումար ծախսվի, բան մնացածի համար ինչքան է ծախսվում։ Իմ ետևում արդեն տեսնում եք, որ գիպսագարդոն է։ Այստեղ չգիտեմ հայերեն ոնց են ասում գիպսագարդոնին, գիպսա, հեսա ճշտեմ գամ մի խոսքով։ Հա, ճշտեցի, ոնց որ թե գիպսաստվարաթուղթ, այդպես են ասում գիպսագարդոնին, որ պատերը այսպես գիպսաստվարաթղթով են պատվել, որովհետև պատերը ունեին անհարթություններ ու որպեսզի հետագա աշխատանքները այս պատերի վրա կատարյալ լինեն, մեզ անհրաժեշտ էր նաև կատարյալ ուղղության եւ հարթության պատ, մոտավորապես հաշվի առեք, որ մի փոքր այնտեղ տարածքի փոքրացում է լինելու, որովհետև ինքը ունի նաև լայնություն, այնուհետև եթե պատը ունի որոշակի ծուռ հատվածներ, ուղղվում են դրանք երկաթային հատվածներով ու արդյունքում 1-2 նույնիսկ սանտիմետր կամ մի քիչ դրանից քիչ կամ շատ պատերը առաջ են գալու ու տարածքը ավելի սեղմվելու է, դա եւս հաշվի առեք։ Այս հատվածում լիքը բան է փոխվել, որովհետեւ այստեղ պատշգամբեր մենք սա փակել ենք, այսինքն երկու սենյակների համար առանձին պատշգամբի հատված ենք առանձնացրել։ Այստեղ իրականում նախատեսում ենք, որ լուսեի սենյակն է լինելու ու այս հատվածը, այդ փոքրիկ ինքը կիսակտրված հատված է լինելու է խաղալու, դասեր անելու, ինչ որ զբաղմունքի հատված, մի փոքր առանձնացած հիմնական ննջասենյակից, որն էլ էլի բավականին մեծ է լինելու ու ամեն ինչ պիտի որ տեղափոխվի եւ ազատ ինքը շարժվի այստեղ այնտեղ։ Այստեղ տեսնում եք մեր հատակի սալիկները, La Platera իսպանական բրենդից են, այս բոլորը ինչ տեսնում եք հիմնական մեր շինարարության այդ նյութերը եւ անհրաժեշտ ամեն ինչ գնել ենք Հոմերից, այնտեղ չգիտեմ ամեն ինչ այնքան հարմար է, շատ է, այնքան լավ են այդ տեղափոխումը իրականացնում առանց խնդիրների, որ ուղղակի ամեն ինչի դեպքում միանգամից գնում ենք այնտեղ հատկապես, որի դեպ մեզ տարածքով էլ է շատ հարմար, այնպես որ ինչ որ բան առաքելը բառացիորեն 3 րոպե է տևում, դրա համար միանշանակ մեր ընտրությունը այդտեղ է։ Իդեպ սալիկի ընտրության հետ կապված ես առանձին ռիլ ունեմ, որը ինչպես կգտնեք այստեղ շորցերում, այդպես էլ Instagram-ում, TikTok-ում, բայց որպեսզի նաև շատ ման չգաք, ես կգցեմ այդ ռիլը հիմա, որովհետև շատ կարևոր խորհուրդ է, շատ լավ կլինի, որ հետևեք այդ ամենին, որպեսզի հետո արդեն չփոշմանեք ու այդ ձեր փոշմանելը մի քանի $1000 չարժենա։ Հիմա կցում եմ այդ ռիլը, որ նայեք։ Մեր վերանորոգման ընթացքում պարզեցի, թե ինչու են հիմա բոլորը հրաժարվում փայլուն սալիկների։ Շատերի համար այն շքեղ ու ճոխ է, բայց իրականում ամենավտանգավոր հատակն է համարվում։ Դրա վրա սայթաքելու ռիսկը շատ բարձր է։ Ցած վիճակում հատկապես։ Հավատացեք ինձ, ես ինքս նման սալիկի վրա ընկնելու փորձ ունեմ ու ցավոտ հիշողություններ։ Ընտրեք անփայլ, չսահող մակերեսով սալիկ։ Բացի այդ, փայլուն սալիկի վրա խազերը շատ արագ են երևում, մաքրելու ժամանակ էլ հատուկ խնամք է պետք, ինչի ներվերը ես եւ դուք չունենք։ Մեր հատակի համար Հոմերից ընտրեցինք La Platera իսպանական բրենդի այս սալիկները, իհարկե անփայլ մատ տարբերակը։ Մի կարևոր բան էլ, երբ գաք այստեղ ձեր գնումներն անելու, ասեք Lilith պրոմոկոդը կամ ցույց տվեք այս ռիլը, շատ հաճելի զեղչ կստանաք, այնպես որ անպայման պահպանեք ու ուղարկեք վերանորոգման մեջ գտնվող ձեր ընկերոջը։
Այս ընթացքի կարևոր գործերից մեկն էր նաև մեր ջեռուցման համակարգի խողովակները տան տարբեր անկյուններ հասցնելը, որովհետև քանի որ մենք որոշակի փոփոխություններ ենք արել սենյակների, որոշ հատվածներում չկային, հետո խողովակները ուզում ենք նաև փոխել, որովհետև հին էին։ Մի խոսքով, այդ ամբողջը եւս մի 3-4 օր տևել է։ Իդեպ շատ լավ մասնագետ էր, ամենայն անկեղծությամբ խորհուրդ եմ տալիս, որ չգիտեմ, գտել էինք այդ մարդուն, ասում ենք, բա ինչ լավ է, որ սենց բախտներս բերեց ու մենք ուղակի լիստից ինչ որ անհայտ մեկին չկանչեցինք այդ գործը անելու համար։ Իդեպ ինքը հենց Հոմերի մասնագետն էր ու իրենք խորհուրդ տվեցին ու դրա համար եւս առանձին շատ շնորհակալ եմ, այնպես որ եթե մարդ եք ման գալիս, ով այդ խողովակները կքաշի, այսպես ասած, շատ հրաշալի գործ արեց ու միանշանակ զանգեք Հոմեր, ասեք, որ իրենց մասնագետը գա ու քաշի այդ գործը անի։ Մեր տան դեպքում դա արժեցավ մոտավորապես 80,000 դրամի կարգի, բայց այն ոչ ամեն դրամը արժանի էր այդ աշխատանքի համար, ընդհանրապես չենք փոշմանում, որ հավելյալ վճարեցինք, որպեսզի նորից այս խողովակները անցնեն։ Մենք ունենք նորություն նաև դրան տեսքով, այո, մեր դռները փոխվել են, մեզ անհրաժեշտ էր 1 հատ մուտքի դուռ եւ 2 միջսենյակային դուռ, եւ մենք վերջապես ընտրեցինք այդ տարբերակները, շատ սիրուն տարբերակ։ Դեպս ընթացքի sense փոքր ստրեսով նաև կիսվեմ ձեզ հետ, խանութում երբ որ նայում ես, նույն դուռը, չգիտեմ, հատակի սալիկը եւ այլն, անգամ արևի տակ, երբ որ մոտեցնում ես, որ իրական գույնը տեսնես, քեզ մի ուրիշ բան է թվում, երբ որ բերում են տուն, դնում ես ու ես շինարարական մեծ լույսերն են կախված, լրիվ ուրիշ գույն է երևում ու քեզ թվում է, ասես կարող է ինչ որ սխալ բան եմ ընտրել, կարող է ճիշտ չէ, չգիտեմ, ինչ նախնդիրը, բայց ախր դու գնացել ես, այնպես ես ընտրել, որ իրար հետ համապատասխանեն, մի քանի անգամ ստուգել ես եւ այլն, ու այս մի քանի օր ասում եք, բայց ինչ նախնդիրը, որ ուրիշ է երևում, հետո հասկացանք, որ լուսավորությունն նախնդիրը, մի խոսքով այս ամբողջը երբ որ փոխվի, մեր հիմնական լույսերը արդեն լինեն, այնտեղ արդեն կընտրենք ըստ կելվինների եւ բարձր ցածր լինելու, տաք ու սառը լինելու, արդեն բոլոր գույները կգան իրենց տեղը ու այդ համապատասխանությունը շատ հուսով եմ, որ կընկնի տեղը, այս գունային քաոսը էլ չի լինի, որովհետեւ ես այդ մասին շատ էի անհանգստանում, իդեպ այդ մասին եւս ռիլ եմ արել, կարող եք նայել գույների ընտրության հետ կապված։ Ոչ ոք սա ձեզ չի ասում վերառորքում սկսելուց առաջ, բայց եկեք ասեմ սխալներ, որոնք դուք պիտի չանեք։ Նախ մի գնեք նյութերը հերթով, լավ հիմա սալի կտրեմ, հետո լամինատը կմտածեմ։ Չէ, որովհետեւ վերջում հասկանալու եք, որ ամեն ինչը առանձին սիրուն է, բայց իրար հետ ունեն 0 կապ։ Գունային գամման հասկացեք ամենասկզբում։ Երկրորդ խանութի լույսերի տակ հավատացեք ինձ, ամեն ինչ ուրիշ է երևում։ Մինչև տուն բերելը նյութերի գույնը նայեք բնական լույսի տակ։ Հակառակ դեպքում կարող եք ստանալ լրիվ ուրիշ երանգ։ Ու ամենակարևորը մի ընտրեք ամենայժանը այն բաների դեպքում, որոնք ամեն օր եք օգտագործելու։ Օրակ սանտեխնիկա խնայելու տեղեր դեռ լինելու։ Օրինակ կարող եք նյարդերը խնայելուց սկսել ու մեզ նման վստահել Հոմերին։ Անկեղծ կասեմ, թե ինչն եմ այս խանութում շատ գնահատում։ Ոչ թե ուղղակի վաճառում են այն, ինչ տեսել ենք Pinterest-ում, այլ զգուշացնում են նրբությունների մասին։ Ես հենց իրենց աշխատակիցներից իմացա, որ սև ծորակ կամ լվացարան գնելու դեպքում կամ պետք է պատրաստ լինել ջրից առաջացող սպիտակ հետքերի, կամ ընտրել բրենդներ, որոնք ունեն հատուկ ծածկույթ։ Սա դետալ է, որի մասին այլ խանութներում հնարավոր է լռել։ Ուղարկեք ռիլը նրան, ում այս խորհուրդները պետք կգան։ Մի կարևոր փոփոխություն եւս մենք պատերի գույնն ենք որոշել, ես այդ թեմայի շուրջ էի շատ տատամսում, չգիտեմ, տառապում, ինչ գույնա լինելու, որ ոչ ուզում եմ սենց շատ բեժ վիճակ լինի, որ հետո չդեղնի, ոչ ուզում եմ սառը մոխրագույն լինի, չէի կողմնորոշվում ոչ մի կերպ, հետո վերջապես գտա այդ գույնը։ Հնարավոր է շատերը տեսել եք այդ ռիլը ու հավանել եք, ես գիտեմ, որ շատերը ուղարկել էին իրար, որովհետև սենց շատ պետքական գույն էր իրոք, բայց եթե չեք տեսել, ես նորից կդնեմ ռիլը, որպեսզի նայեք, ինքը փոքր ռիլ է, բայց իսկապես շատ պետքական է լինելու ձեզ։ Ինչ գույն ենք ներկելու մեր պատերը ու ինչու են հիմա բոլորը խելագարվում այս գույնի համար։ Տաու, թեև ես այս գույնի անունը նոր եմ իմացել, բայց սա հենց այն է, ինչ ես փնտրում եմ։ Այն բեժի ու մոխրագույնի խառնուրդն է, համադրվում է գրեթե ամեն ինչի հետ, հայտ, մետաղ, վառ կամ չեզոք գույներ։ Դրա համար էլ դիզայներների դեռ երկար է թրենդի մեջ լինել։ Տաուպի ուզածը երանգ ստանալը մի քանի րոպե է տևում Հոմերում, իսպանական Մոնտո հայտնի բրենդի ներկերով։ Դրանք նաև լվացվող են ու ես որպես մամա պատրաստվում եմ օգտվել այդ ֆունկցիայից։ Դե վերջնական արդյունքը միայն ներկից չի կախված։ Նույնքան կարևոր են նաև գործիքները։ Դրա համար էլ խորհուրդ տվեցին վերցնել Pentrilo-ի վրձինները, որոնք ինչպես պարզվեց, ներկման ընթացքում մազիկներ չեն թողնում պատի վրա։ Իսկ դուք տաուպ կընտրեիք ձեր տան համար։